Բարև ձեզ հեռուստադիտող բարեկամներ, հայկական երկրորդի եթերում մի մեդալի պատմություն հաղորդաշարի Լոս Անջելեսյան շարքն է։ Գլենդելի Գլենոքս Ալամեդա խաչմերուկում է գտնվում Big's Mama's Papa's պիցցայանոցը։ Ասեմ, որ տարիներ առաջ, երբ այս պիցցան դեռ հայտնի չէր բոլորին, ընդամենը 2 տարի առաջ այն ճանաչում ունեցավ ոչ միայն Միացյալ Նահանգներում, այլ ամբողջ աշխարհը ճանաչեց այս պիցցային։ Իմացավ, որ կա այսպիսի մի պիցցա, այսպիսի մի ընկերություն, որի սեփականատերերը հանդիսանում են Արարատ եւ Ալեն եղբայրները, Աղախանյան եղբայրները։ Եվ այսօր մենք որոշեցինք այցելել այս ընկերություն, զրուցել նրանցից ավագի Արարատ Աղախանյանի հետ եւ ասեմ թե ինչու, որտեվ այս պիցցան ոչ միայն Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ հայտնի դարձավ ամբողջ աշխարհին, այլ նաև ավելի վաղ պիցցան նաև գրանցում էր ստացել Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում, ահա այս գիրքը, որ այսօր մենք հպարտորեն ասում ենք, որ այս գրքի մեջ կան նաև բազմաթիվ հայեր, որոնցից մեկը նաև դուք եք ձեր պիցցան, որը իր չափերով, իդեպ չափերի մասին ասեմ, 54 ինչ, դա նշանակում է 1 մետր 37 սանտիմետր։ Իհարկե աշխարհում ավելի մեծ պիցցաներ են պատրաստվել, բայց ինչու հենց այս չափը ընտրվեց Գինեսի ռեկորդների գրքում։ Այս պիցցան շատ մեծ է եւ կարող է շարժողական պիցցա է, կարող եք տունից զանգահարեք եւ տունում պիցցան պատվիրեք եւ ստանաք։ Ամենամեծ պիցցան է, որ կարող է շարժվի պիցցանոցից դեպի տուն։ Եվ աշխարհի ռեկորդը Ամերիկայում ասում են delivery են անում, չէ՞։ Delivery արված ամենամեծ պիցցան է, delivery պիցցան է աշխարհի։ Ամերիկայում նմանատիպ պիցցա դեռ աշխարհում չկա։ Աշխարհում չկա։ Սա հպարտություն է ձեզ համար։ Այո։ Անսպասելի էր այս որոշումը։ Չէ, որոշել էինք, որ պիցցան մեծ սարքեին, որ հայերը աշխարհի ամենամեծ պիցցան ունենային, եւ որոշված էր պիցցան մեծ լինել, բայց ասկրզը անորոշ էր, սուրպրայզ էր։ Big's Mama's Papa's այս չափերը հետ ինչ-որ կապ ուներ։ Այո, Big Mama's-ը 28 ինչ պիցցան է, 28 ինչ կլոր եւ Big Papa's-ը 36 ինչ պիցցան է։ Եվ անունները մենք տվել ենք պիցցաներին եւ այդ ձևով մեզ ճանաչել են Big Mama's եւ Big Papa's։ Իդեպ հեռուստադիտողներն ասեն, որ բավականին հետաքրքիր նաեւ պիցցաները ունեն իրենց այսօր նաև ճանաչման մեկ այլ տարբերակ ավելի փոքր չափի 28 ինչ որ ասացիք այդ պիցցան ուտողը ստանում է մրցանակ, չէ՞։ Այո, 28 ինչը 1 ժամ 1 հոգի ուտի վերջացնի կստանա $100 եւ մյուս մրցությունը մրցական պիցցան Big Papa-ն է 36 ինչ 2 հոգի ուտեն 1 ժամում կստանան $200 եւ ամենամեծը որ Guinness-ի World Record-ն է ինքը 54 ինչ է քառակուսի 8 հոգի ուտեն 2 ժամում կստանան $1000։ Ուզում եմ հասկանալ ուտողներ սահմանել են ձեզ մոտ։ Այո, եղել են 4-5 հատ խումբ հաղթել են մեծ պիցցան $1000 ստացել են։ Շատ խումբեր չեն հաղթել, բայց կան խումբեր, որ հաղթել են։ Արարատ, ես նկատեցի, որ խոհանոցում այդ մեծ պիցցայի պատրաստման գործընթացն է գնում։ Ինչ որ հատուկ ծրագիր կա, հատուկ պատվեր կա այդ պիցցան։ Այո, մեկ հատ պատվերի մամ ունենք Burbank Military Station-ից, ոստիկանությունից, որ այսօր պետք է իրանք պիցցային պատվերը աշխարհի մեծ պիցցան, իրանց համար պետք է պատրաստենք եւ deliver անենք իրանց ոստիկանների համար։ Նրանք որոշել են նախաճաշը սկսել մեծ պիցցայով։ Այո, այո։ Արարատ, հիմա մի կարևոր ծրագրի մասին, որ կարծում եմ ավելի ճանաչում բերեց, քան այս Գինեսի ռեկորդների գիրքը ձեզ 2 տարի առաջ Օսկարի մրցանակաբաշխության ժամանակ, երբ որ Էլենը վարում էր բեմի վրա, անսպասելի բոլորին հյուրասիրեց պիցցայով։ Այո։ Եվ հայտարարեց, որ Big's Mama's Papa's պիցցան է կարող եք համտեսել ու բոլոր համաշխարհային ազգերը սկսեցին դալիճում նստած համտեսել, նույնիսկ վճարել, չէ՞, վճարեցին այդ նվեր էին տալիս։ Ինչպես հայտնվեցիք Օսկարի բեմում։ Մեր համար սուրպրայզ էր, մենք էլ չենք իմանում, որ իրանք կպատվերեն, բայց Էլենի ստուդիոն Burbank-ում է, մենք էլ Burbank-ում Big Mama's Pizzeria ունենք, եւ ինքը միշտ մեզանից կպատվերի իր աշխատողների համար, իր ստուդիոյի համար։ Հավանեմ ամեն պիցցան, ինքը մեր հաճախորդն է եւ
կարծում եմ իա մտքով անցավ, որ պիցա պատվերի դերասանների համար եւ առաջի որոշումը կարող ենք ընկնել իա համար։ Անունի համար, իա համի համար, որակի համար։ Իսկ հետո եղան, որ այդ աստղերից ինչ-որ անսպասել նաև պատվերներ ստացաք դուք։ Այո, միշտ ենք ստանում, աստղերից առաջը կստանայինք եւ հետո ավելի շատ ստացանք, այո, Brad Pitt, Harrison Ford, Mel Gibson, Angelina Jolie, everybody։ Ինչու Big Mamas Papas, ինչպես ստեղծվեց այդ անունը։ Ընդհանրապես այս գաղափարը երկու եղբայրներով ստեղծել այս ընկերությունը ինչպես ծնվեց այն։ Որտեղից սկսեցիք դուք։ Ես ու եղբայրս մտածեցինք, որոշեցինք ինչ անուն լավ կլինի եւ Big Mamas-ը պիցայի անուն էր 28 ինչ, Big Papas-ը պիցայի անուն է 36 ինչ եւ անունը տվեցինք պիցային եւ ժողովուրդը մեզի ճանաչեցին Big Mamas եւ Big Papas-ով եւ այդպես անունը զարգացավ։ Չեք ուզում նմանատիպ մասնաճյուղ Երևանում ունենալ։ Այո, 100% ուզում ենք։ Շատ կուզենանք։ Ինչու եմ ասում, որտեղ դուք վերջերս Երևանում եք եւ քաղաքում առիթ ունեցաք շրջել հեռուստադիտողներն ասեն, որ այսպիսի առիթը նրանք ձեռքից բաց չթողեցին, բավական երկար ժամանակ Հայաստանում չեք եղել, նախ սիրեցիք ձեր հայրենիքը։ Շատ սիրեցինք, շատ հավանեցինք, կարոտ ունեինք շատ եւ կարոտը ստացանք, բայց էլը կարոտ ունենք, էլը կուզենանք։ Ինչը շատ հավանեցիք։ Ամեն ինչը, մեր երկիրը, մեր ժողովուրդը, փողոցները, հինությունը, պատմությունը, ռեստորանները, ամեն ինչը։ Դուք եղաք այն տանը, որտեղ ծնվել էիք։ Գնացինք այդ Էջմիածին շենքը գնացինք, բայց տունը փակ էր, բայց դուրսից նայեցինք։ Հարևաններին տեսաք։ Հարև չենք ճանաչում շատ մարդկանց, երկու հոգի կարող է։ Հնաբնակները ճանաչեցին ում որդին եք, չէ՞։ Այո։ Լավ, եւ եւս մեկ նախ պիցա հարսրեցինք Երևանում համտեսել։ Քանի տեղ փորձեցինք Ամերիկայի պիցայի համեմատես կամ Նյու Յորքի ստայլի տարբեր էր։ Ես շատ չավանեցի։ Իա համը չավանեցի։ Կարծում եմ Ալենն էլ չավանեց։ Կարծում եմ միասին չավանեցինք երկուսս էլ, բայց կարծում եմ մեր պիցան, որ Երևան տանենք եւ ճյուղ բացենք այնտեղ, կուզենանք շատ ճյուղեր բացենք, մի հատից ավել, տարբեր կլինի, շատ իտալական New York style պիցա կլինի եւ ժողովուրդը շատ գավանեն։ Իսկ այն պայմանները, որ այսօր կան Ամերիկայում ձեր ընկերությունում, այսինքն 28 ինչ չափի պիցա ուտողը ստանում է $100 մեկ հոգին 2 ժամում, 2 հոգին $200, 8 հոգին $1000։ Այս ծրագիրը Երևանում կաշխատի, փորձեք։ Այո, 100%։ Նույն պայմանները կառաջարկեք։ Նույն պայմանները։ Սիրելի հեռուստադիտողներ, սիրելի երևանցիներ, Big Mamas Papai մրցանակը սպասում է ձեզ։ Ընդհանրապես դուք սիրում եք հիմա պիցա պատրաստել։ Սիրում եմ, այո։ Որ խնդրեմ մեծ համար պիցա կպատրաստեք։ Ինչու՞ չէ, շատ սիրով։ Հիմա կարող ենք։ Ինչի՞ չեն կարող, այո, կարող ենք։ Գնանք։ Կարող հայկական պիցա սարքենք, հայերի ամենաշատ պիցան, որ սիրում են իրանք։ Այսինքն այստեղ կան հատուկ նաև հայերի համար պիցաներ։ Հայերը սիրում են բարակ լինի, տոմատը քիչ լինի եւ երշիկ, սունկ եւ զեյթունով եւ լավ չորացրած։ Կամ նույն բանը պատրաստենք մեր հայերը Լոս Անջելեսում, որ շատ պատվերում են այդ ստայլի պիցա։ Հիմա խոհարարական գոքնոցը կկապեք եւ կպատրաստեք։ Գնացինք։ Գնացինք։ Դե ինչ, ինչ Արարատը կպատրաստի իր պիցան, մենք փորձենք զրուցել Ալենի հետ եւ հասկանանք թե կրսեր եղբայր ինչ կարծիք է արդյոք, ավագ եղբայրը Արարատը կարող է պատրաստել հայերի համար ամենասիրված պիցան։ Արարատը պատրաստում է մեզ համար պիցա, իսկ մենք զրուցենք Ալենի հետ։ Հաճախ է նա առիթների ժամանակ փորձում պատրաստել ու զարմացնել հյուրերին պիցայով։ Թե լավ առիթ լինում է, ինքը շատ սիրով պատրաստում է պիցաները։ Այո։ Իսկ դու ինքդ պատրաստում ես երբևէ առիթ ունեցել ես։ Առաջավոր տարիներ մենք իրար հետ կողքի պատրաստում էինք, բայց այս
վերջերս առաջվա նման չէ, հիմա ուրիշ տեսակ աշխատանքների վրա են ճուղտի գործերով։ Ալեն, Գինեսի ռեկորդերում գրանցված ձեր այդ հաջողությունը եւ Օսկարի բեմում հայտնվելը հպարտություն բերեց քեզ կոնկրետ։ Մենք ուրախ ենք, որ մեր հայերը կարողանում են մետեղ հասնեն ու մենք էլ հպարտացանք, որ մեզ էլ առիթ է լավ, որ մենք էլ միացանք այդ մեծ հայերը, որ մեծ գործեր անում, միացանք իրանց հետ որոշ չնչին տոկոս մեր հայ ազգի անունը փայլացնենք։ Ինչ ես կարծում, մենք հիմա իրան խանգարում ենք, թե չէ։ Այս պայի մեջ հլավոր չէ, բայց մեծ փիծան որ սակվի, պետք է այս կողմից էթա, որ Լավ, մեր զրույցը ավարտենք Ալենին եւ հետևենք թե ինչպես է պատրաստում պիցան Արարատ Աղախանյանը։ Ես պատրաստում հայերի սիրած պիցան, երշիկ, սունգ եւ զեյթուն։ Սա այն չափն է, որը սովորաբար պատվիրում են Այո, եւ բարակը։ բարակ, այո։ Շատ լավ, համեցեք։ Արարատ, մինչև պիցան պատրաստ կլինի, ես կխնդրեմ, որպեսզի մենք հեռուստադիտողներին ներկայացնենք ավելի մանրամասն։ Այս տուփերը պիցաների չափսերն են, որը որ չափսն է։ Էսի Big Mama-ն այ, Այո։ 28 ինչ, 1 հոգի ուտի էս պիցան 1 ժամում, վերջացի կստանա $100։ Երկրորդ պիցան Big Papa-ն է, որ 2 հոգի ուտեն 1 ժամում, վերջացին կստանան $200։ Այո։ Եվ աշխարհի ամենամեծ պիցան, որ The Giant Sicilian, 8 հոգի, եթե վերջացեն այս պիցան 2 ժամում, կստանան $1000։ Եվ այստեղ ես տեսնում եմ նաև նկարներ, որ մարդիկ հաղթել են ու ստացել են այդ մրցանակները։ Այո, 4-ից 5 խումբ հաղթել են այս պիցան։ Այս պիցաները շատ են հաղթում ժողովուրդը, ավելի հեշտ է։ Շաբաթական 1-2 պատվեր լինում են նման։ Շատ, 8 հատ կարող է, 10 հատ։ Մեծ պիցա, սրանցից շատ, հարյուրներով։ Սրանից 8-ից 10 հատ շաբաթը։ Լավ, մեզ հուշում են, որ արդեն պիցան պատրաստ է։ Գնացինք։ Միջև մենք կփորձենք ու դու հիմա պիտի կտրտես։ Այսինքն արդեն ինքը կտրած պատրաստ է, ես ուղղակի ձեզի ուզում եմ հյուրասիրեմ։ Բայց Շնորհակալ եմ։ հարցրեք, ինչ որ պիտի հարցնեք։ Արարատ, այնց հետաքրքիր է։ Ձեր ընկերության պիցան հատուկ բաղադրատոմս ունի, ինչ-որ համային հատուկ ինչ-որ նշանակություն կա, թե չկա այստեղ։ Այո, Համեմունքները տարբեր են, այո, նորմաներ։ ամեն ինչ հատուկ տարբեր է, տոմատը, սոսը, սակված է գարլիկ սխտորով, գինիով, զեյթունի յուղով եւ հատուկ սպայսներով։ Պանիրը 4 ձևի պանիր է խառնված իրար հետ, հատուկ special մեր պանիրն է, ալուրն էլ հատուկ ալուր ենք օգտագործում, որ լավ բարակ եւ չոր է լինում։ Ամեն ինչը մեր հատուկ գաղտնիք ռեսիպիներն է, 25-30 տարվա մեր ռեսիպիներն է։ Դու տեղյակ ես աշխարհի ամենամեծ պիցան, որ պատրաստվել է, ինչ չափի է եղել։ Ուրիշ մեծ պիցաներ կան, որ պատրաստվել են ֆուտբոլի ստադիոնի, այո, չափից սարքել են կամ Իտալիայում ամենաերկար պիցան սարքել են Գինեսի ռեկորդի մեջ են յանքել։ Մերն էլ Գինեսի ռեկորդի մեջ է որպես ամենամեծ շարժողական պիցան։ Իսկ չեք ուզում ավելի մեծացնել չափսերը։ Ինչի, կարող ենք ավելի մեծացնենք եւ նույն ժամանակ սարքում ենք աշխարհի ամենամեծ սիրտի պիցան Valentine's-ին, օրինակ Jay Leno-ն, ինքը շատ ճանաչված դերասան է Ամերիկայում, իր համար պատրաստեցինք ամենամեծ սիրտի պիցան։ Եվ յան տարել, ինքը պատվերեց եւ ինքը ստացավ։ Հավանեց, սիրեց։ Շատ հավանեց, այո։ Հիմա ես կասեմ այս պիցայի համը լավն է թե վատը։ Եվ պիցան սես պիտի ուտես։ Այսինքն։ Քանի որ մասնագետը հուշում է ինչպես ուտենք պիցա, փորձենք ուտել, իհարկե։ Հույսով հավանեցիր։
Հայրը հենց այնպես տեսես պիցա չեն ուտի, գիտեն, որն է ամենահամեղը։ Սիրելի հեռուստադիտողներ, մեզ մաղթեն բարյախորժակ։ Հիմա մեզ կմիանա նաև իմ գործընկերը, մեր օպերատոր Արտյոմ Ղազանչյանը, եւ մենք միասին կհամտեսենք, բայց չմոռանանք, որ մենք եւս մեկ առաքելություն ունենք տղաներիդ միասին ամենամեծ պատվիրված պիցան։ Հիմա մենք պիտի տանենք ոստիկանություն, բրբանքի ոստիկանություն կամ ինչպես ասում են police department եւ տեսնենք թե ինչպես են նաեւ այդ պիցան համտեսելու ոստիկանները։ Մի մեդալի պատմություն հաղորդաշարի ամերիկյան նկարանումները կազմակերպելու եւ աջակցելու համար մեր հատուկ շնորհակալությունը Big's Mama's Papa's Pizzeria-ին։ Աշխարհի ամենահամեղ ու ամենամեծ պիցա պատրաստող ընկերությանը Արարատ Ալեն Աղախանյան եղբայրներին։ Portegazzone con un stemma a rete, una cupolella che vi si era alzata, passa scampanianna pattuleta, con mano a papà te fa guardare. Tu fa l'americano, americano, americano, senta me chi ti fa fame. Tu vuoi vivere alla moda, ma se bevi whisky e soda, poi ti senti disturbato. Tu abballo rock e roll, tu gioca a baseball, nei sordi peccamella, chi te li dà la borsetta di mamma, tu fa l'americano, americano, americano, ma si nati in Italia, sienta a me non c'è sta niente a fa, ok napolitan, tu fa l'americano, tu fa l'americano. Come da poca picchita va bene, se tu la parla miezza americano, quando si fa l'amore sotto la luna, come da viene in capo di I love you. Tu fa l'americano, americano, americano, sienta a me chi ti fa fame. Tu vuoi vivere alla moda, ma se bevi whisky e soda, poi ti senti disturbato. Tu abballo rock e roll, tu gioca a baseball, me sorda peccamella, chi te li dà la borsetta di mamma, tu fa l'americano, americano, americano. Առաքվող ամենամեծ պիցան պատրաստ է։ Ժամանակն է այն հյուրասիրել։ Այս անգամ պիցան համտեսելու հնարավորություն տրվեց Բրբան քաղաքի ոստիկաններին։ Նրանց կողմից նախորդ պատվիրված փոքր պիցայի փոխարեն Արարատ եւ Ալեն Աղախանյան եղբայրները որոշեցին օրենքի պահապաններին անակնկալի բերել։ 140 սանտիմետր տրամագիծ ունեցող պիցան եղբայրները դժվարությամբ կարողացան ներս տանել։ Ոստիկանների զարմանքն ու ողջավորությունը զգացվեց անմիջապես։ Արարատը հաճույքով մաս-մաս արեց հայկական բաղադրատոմսով պատրաստված պիցան եւ հյուրասիրեց։ Ցավոք այդ պահը նկարահանել մեզ չհաջողվեց ոստիկանական բաժանմունքում, չէր թույլատրվում։ Փոխարենը ամենամեծ պիցայի հետ մեր նկարնող խմբի եւ ոստիկանների լուսանկարը ստացվեց։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, մեծ պիցայի պատմությունը ավարտվեց։ Big Mama's Papa's պատրաստած այս ամենամեծ պիցան Լոս Անջելեսի այժմ գտնվում է Բրբանքի ոստիկանությունում։ Քիչ հետո նրանք կհամտեսեն։ Իսկ ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատ Աղախանյանին այս հրաշալի հաղորդման համար։ Հուսանք, որ ոչ միայն ոստիկանները, այլ նաև ընդհանրապես մարդիկ սիրով կհամտեսեն այն, ինչ պատրաստում է Big Mama's Papa's Pizzeria-ն։ Մի մեդալի պատմություն էր հայկական երկրորդի եթերում։ Իմ հյուրը Արարատ Աղախանյանն էր։ Կհանդիպենք։